Բարև իմ շատ սիրելի հայրենակից։ Արմատ մեդիայի եթերում Ադրբեջանի կուլիսներ հերթական հաղորդաշարն է։ Այսօր խոսելու ենք տեղեկատվական պատերազմի ամենավտանգավոր զենքի մասին։ Ոչ տանկերի, ոչ հրթիռների։ Խոսելու ենք լեզվամտածողության եւ դրա վտանգների մասին։ Պատմությունը սովորեցրել է մեզ մեկ բարձ բան։ Նախ ազգերին զրկում են մարկային դիմագծից, այնուհետև յուրաքանչյուր գործողություն ասես արդարացված լինի։ Մեր այսօրվա հաղորդման հերոսը Ֆարհադ Մամեդովն է, ով Ադրբեջանի քաղաքասարակության պատվիրակության համակարգողն է եւ իհարկե այսօրվա իշխանությունների սիրելի ադրբեջանցին, ով Հայաստան է գալիս խաղաղության օրակարգով, բայց արդյոք խաղաղության հաստատման նպատակով։ Ով է Ֆարհադ Մամեդովը։ Հարավային Կովկասի ուսումնասիրությունների տնօրեն, իդեպ այս կազմակերպությունը ունի ուղիղ կապ Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այս անձնավորությունը նաև հանրային գործիչ է եւ վերջին 8 տարին տարբեր ձևաչափերով թելադրող կարծիք հայտնում Հայաստանի դեմ։ Ձեզ շատ չձանձրացնեմ ու անցնեմ բուն թեմային։ Այս երիտասարդը, որը իբրև ջատագովն է հայ-ադրբեջանական խաղաղության, պարզվում է այդքան էլ խաղաղասեր չէ ու այդքան էլ միանշանակ չի վերաբերվում Հայաստանի Հանրապետությանը ու ոչ էլ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ հիմա փաստերով։ Ֆարհադ Մամեդովը Facebook-յան իր սոցիալական ցանցում ունի մի շարք հրապարակումներ, որոնք վերաբերելի են այսօրվա Հայաստանի իշխանություններին, բայց ասես իբրև նրանք չեն նկատել։ Ոչինչ, նկատելի կդարձնենք։ Ձեր էկրաններին երևացող այս հրապարակումը գրել է նույն ինքը Ֆարհադ Մամեդովը։ Մեջբերում Երևանցի խելագարը, բոլոր ախտանիշները այնտեղ են։ Հայացքը, բիբերը, ժեստերը, անհանգիստ շարժումները, նա անձամբ մեղավոր է պատերազմը հրահրելու մեջ։ Երկրորդ, մեկ այլ հրապարակման մեջ սույն անձնավորությունը կրկին գրել է. Մեջբերում Երևանցի շիզոֆրենիկը ցուցադրում է իր լիակատար ու ոչ ադեկվատ լինելը։ Այս պայմաններում միակ տարբերակ է մնում գնալ մինչև վերջ։ Եվ սա թշնամու ոչնչացման ցուցադրությունն է։ Նրանք այլընտրանք չեն թողնում, քան հայ տականքներին լիակատար ջնջելը։ Ես իհարկե հասկանում եմ, որ հաճելի չի եւ փաստերով են խոսում, բայց անցնենք հաջորդ հրապարակմանը։ Մեջբերում Երևանցի խելագարը դեռ երկար է խոնարհվելու հայ զինվորների դագաղների առջև։ Միայն մեկ տեսանյութում երևում է ավելի քան 150 հայ զինվորների ոչնչացումը։ Իսկ ինչ կասեք օրինակ այս հրապարակման մասին։ Մեջբերում Բարդայի վրեժը շարունակվում է, առնետները փախչում են։ Ես իհարկե հասկանում եմ, պարոն Նիկոլ Փաշինյան, որ դուք չեք նեղսրտում եւ ձեզ թուրք են անվանակոչում, բայց արդյոք չեք նեղսրտում, երբ ձեզ ասում են մեջբերում խելագար կամ ասում են մեջբերում շիզոֆրենիկ։ Թերևս այս հարցի պատասխանը թողեմ Նիկոլ Փաշինյանին։ Սոցիալական ցանցերում հրապարակումները պատահական չեն, դրանք քաղաքական դիրքորոշումներ են, աշխարհայացք են եւ իհարկե բնորոշում է մարդու հոգեկան վիճակը։ Ի վերջո, չփորձեք ասել, որ այս հրապարակումները 2020 թվականին են։ Ես ձեզ կհակադարձեմ ասելով, որ Ադոլֆ Հիտլերը չսկսեց հրյաներին ատել 1939 թվականին եւ չէր կարող կրկին սիրել, անգամ եթե պատերազմում հաղթեր։ Ձեզ հետ է ես, Ադրբեջանի հարցերով փորձագետ եւ միջազգայնագետ Գառնիկ Դավթյանս, լավ եղեք, կհանդիպենք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։